Մտքի խաղի հանդեպ սերն ու ձգտումը վճռեցին Ալեքսան Մանուկյանի մասնագիտական ուղին։ Պատանեկան տարիքում 4 անգամ անընդմեջ հաղթանակները Հայաստանի առաջնություններում, իսկ հետո հանրապետական ու միջազգային մրցաշարերում ճանաչում բերեցին շախմատիստին։ Ալեքսան Մանուկյանի նվիրվածությունն այս սպորտաձևին միայն անձնական հաջողություններով չսահմանափակվեց։ Նա դարձավ նաև սիրելի ու փորձառու ուսուցիչ, եւ հիմա սաներն են շարունակում նրա գործը նույն վարպետությամբ։ Շախմատի վարպետի 80-ամյակը ընտանիքը, հարազատները, սաներն ու ընկերները նշանավորում են հուշամրցաշարով։ Մեր ընտանիքի անունից շնորհակալություն եմ հայտնում շախմատի տնօրինությանը նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար։ Հուսով եմ շարունակական կլինի եւ սաները իր հաջողություններով ողջավորված, ել ավելի ուսումնասիրեն ու իրենք նաև կլցվեն մեծ հաջողություններով։ Պապիկս շատ լավ շախմատիստ էր եւ ես անձամբ հիշում եմ փոքր ժամանակ, երբ մեզ թորնիկներից սովորեցնում էր շախմատ խաղալ եւ ես շատ հպարտ եմ, որ նրա թորնուհին եմ։ Հարգարժան Մանուկյան Ալեքսանի համար կասեմ, որ ինքը բացի այն, որ 17-ագի Գյումրու չեմպիոն է, ինքը նաև ճանաչված ու սիրված է ամբողջ Հայաստանի շախմատային հանրության մեջ։ Ինքը մարդ տեսակով բարձր տեսակի մարդ, այն առումով, որ ինքը մշտապես մեր փոքրիկների կողքին եղե, մարշչական խորհուրդներով ու իրեն փորձառնությամբ։ Սովորելով ժամանակի նշանավոր շախմատային վարպետներից Ալեքսան Մանուկյանը տարիների ընթացքում դարձավ նրանցից մեկը, ում սաներն այսօր հանրապետական եւ միջազգային գրոսմայստերներ են։ Մտքի ու տրամաբանության խաղի գաղտնիքները սերտած դասերը բլից հուշամրցաշարում հիշում են երիտասարդ խաղացողները, նրա երբեմնի ընկերներն ու գործընկերները։ Հավաքականի կազմում խորհրդային միության ժողովուրդների սպարտակիադային ենք միասին մասնակցել ու բավական շատ լավ արդյունքներ են ունեցել։ Ալեքսան Մանուկյանը այն շախմատիստներից էր, որ սիրված էր Գյումրիի թե շախմատիստների, թե հասարակության կողմից եւ շատ ընդունված էր նաեւ մայրաքաղաքի շախմատային հասարակության կողմից եւ իրեն բոլոր տեղերը սիրում հարգում էին, ու ասեմ լուրջ մտավորական էր։ Մանուկյան Ալեքսանը եւ Հրանտ Ֆելջյանը եղել են Հայաստանի դպրոցականների ազգային հավաքականի կազմում եւ մասնակցել են ԽՍՀՄ անժամանակ ԽՍՀՄ համամիութենական մրցումներում հայկական շախմատը բարձր հիմքերի վրա դնելու համար։ Շախմատի վարպետը իր սաներին սովորեցնում էր, որ շախմատը ոչ միայն ինտելեկտուալ սպորտաձև է, այլև մտածողության մշակույթ, որը պահանջում է կենտրոնացում, համառություն եւ նպատակասլացություն։ Շախմատի հանդեպ հետաքրքրությունը վերջին տարիներին նկատելիորեն մեծացել է։ Միայն այս մարզադպրոցում այժմ սովորում է 360 սան։ Ավելանում է նաև նրանց թիվը, ովքեր ցանկանում են շախմատով զբաղվել պրոֆեսիոնալ մակարդակում։ Ոնց ասել է Տիգրան Պետրոսյանը, շախմատը իր մեջ պարունակում է արվեստ, արեստ, սպորտ, հենց որ եւ հոգեբանություն իհարկե։ Հենց որ այդ բոլոր կոմպոնենտների ճիշտ համադրության դեպքում է, որ շախմատիստը դա հասնում է մեծ հաջողություններ։ 7 պարտիայով ընթացող բլից հուշամրցաշարի մեծ ու փոքր մասնակիցների համար կազմակերպիչները նախապատրաստել էին խրախուսական նվերներ, գնահատելով նրանց մասնակցությունն ու նվիրվածությունը շախմատին։ Դրանց թվում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում շախմատային նվերգրքերը, որոնք Ալեքսան Մանուկյանի ընտանիքի կողմից հանձնվելու էին 3 լավագույններին, որպես արժեքավոր ուղեցույց ապագա հաղթանակների ճանապարհին։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։